Եթերում լուրերի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Թողարկման սկզբում մի սահմռկելի դեպքի մասին։ Արարատի մարզում 1 տարեկան երեխայի սպանության փորձի համար 1 անձ է ձերբակալվել։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կլինիկական մահ ախտորոշմամբ Երևանի Արաբկիր բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա 1 տարեկան 2 ամսական։ Նշվում էր, որ երեխային ծեծի է ենթարկել ծնողներից մեկը ըստ տարածված տեղեկությունների խորթ մայրը։ Երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է։ Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվում ռեժիսոր Ռոչիլատ Աքսոյը, որը ցուցադրել է Ավրորայի լուսաբացը ֆիլմը։ Այն ցեղասպանությունից փրկված Ավրորա Մարտիկանյանի մասին է եւ հիմնված է նրա հիշողությունների ու վկայությունների վրա։ Ռոչիլատ Աքսոյին դատում են Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով թուրքականությունը վիրավորելու մեղադրանքով։ Ցուցադրությունը, որի հիման վրա հարուցվել է գործը, տեղի է ունեցել 2024-ի դեկտեմբերին, երբ Աքսոյը Մերձավոր Արևելքի կինոակադեմիաների ասոցիացիայի փոխնախագահն էր։ Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ 1915-ի իրադարձությունները ֆիլմում ներկայացվել են որպես արդարացված պայքար։ Մեղադրանքի մյուս ճակերտավոր հիմքը այն է, որ ֆիլմում խոսվում է տարածաշրջանի հայկական անվանումների եւ բռնի կրոնափոխության, ինչպես նաեւ նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին։ Դատախազությունը պաշտպանում է նաեւ թուրքական բանակի զինվորներին, կեղծ անվանելով ֆիլմի այն տեսարանները, որտեղ նրանք հայ կանանցից խլում են երեխաներին։ Աքսոյը չի ընդունել մեղադրանքները, հայտարարելով, որ իր անցկացրած ցուցադրությունը տեղավորվում է խոսքի ազատության շրջանակում։ Դատական գործը շարունակվում է։ Նշեմ, որ ֆիլմի ռեժիսորը Իննա Սահակյանն է։ Լրատվամիջոցները գրում են, թե Գերմանիան փետրվարին Հայաստան է ուղարկել արտաքսված քաղաքացիներով առնվազն 2 օդանավ, մեկը Համբուրգից, երկրորդը Մյունխենից։ Ըստ տեղեկությունների Մյունխենյան չվերթում եղել է մոտ 130 մարդ, բացի այդ նույն չվերթում կային նաև Վրաստանի արտաքսված 79 քաղաքացիներ։ Այդ պատճառով էլ ինքնաթիռը Երևանից հետո ուղևորվել է Թբիլիսի։ Մարտին Գերմանիայից Վրաստան է ուղարկվել եւս 40 մարդ։ Նշվում է, որ արտաքսվածներին ուղարկում են ոչ միայն հատուկ, այլև կանոնավոր չվերթերով, մասնավորապես Ֆրանկֆուրտից։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Միացյալ Նահանգները հատուկ չվերթով Հայաստան է արտաքսել մի խումբ քաղաքացիների, իսկ պետական մարմինները հրաժարվել էին հրապարակել արտաքսվածների թվի եւ կարգավիճակի մասին տվյալներ։ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում պաշտոնապես մեկնարկած ջնջելով անցյալը մշակութային ժառանգության ոչնչացում խորհրդարանական հետաքննության շրջանակում Արցախ միությունը բարձրաձայնել է Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության մասին, ինչպես նաև հանդես է եկել ի պաշտպանություն Արցախի վտանգված պատմամշակութային ժառանգության։ Արցախ միության նախագահ Արտակ Բեգլարյանը բրիտանացի խորհրդականներին եւ միջազգային իրավական փորձագետներին է ներկայացրել համակողմանի փաստեր Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման, Արցախի ժողովրդի բռնի տեղահանման ու ներկայվիճակի եւ հայ գերիների իրավունքների խախտման վերաբերյալ։ Նա հատուկ անդրադարձ է ունեցել նաև Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի իրացման անհրաժեշտությանն ու միջազգային աջակցությանը, կարևորելով դրա նշանակությունը արդար, արժանապատիվ ու կայուն խաղաղության ապահովման համար։ Հոգևոր քարտեզագրության ուղիներով հայկական ձեռագրական արվեստ ցուցահանդեսը կբացվի Իսպանիայի ազգային գրադարանում։ Ցուցահանդեսը կգործի մարտի 26-ից մինչև հունիսի 21-ը, մուտքն անվճար է։ Այդ օրերին այնտեղ կներկայացվեն եզակի ձեռագրեր միջնադարյան հայկական ձեռագրերի աշխարհի ամենամեծ պահոցներից մեկի Մատենադարանի հավաքածուից։ Եվ վերջում իտալական Ինտերը շարունակում է հայկական երգերաշշտության ներքո Հենրիխ Մխիթարյանի մասին տեսանյութեր ներկայացնել։ Օրեր առաջ ակումբը Արամ Ասատրյանի երգի ներքո էր տեսանյութ հրապարակել, հետո տարան երաժշտության ֆոնին։ Հիմա էլ Իտալիայի չեմպիոնության հավակնող ակումբը Մխիթարյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել «Մի գնա» երգի ներքո։ Մխիթարյանի գլխով գոլը Չեմպիոնների լիգայում տեսանյութին կից գրել են ակումբից։ Այսքանը կհանդիպենք ժամը 19-ին մեր ամփոփիչ թողարկմանը։